Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության եթերում լրատվական կենտրոնն է։ Վարչապետի հետ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը դեռ հիվանդանոցում է, ընտանիքի տեսակցություններն արգելված են։ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերի բանակցությունները արդյունք չտվեցին։ Կաթողիկոսին հեռացնելու մասին դրույթ է ներառվել քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում։ Իրանը մերժել է պատերազմը դադարեցնելու միջնորդների առաջարկը։ Քաղաքապետը վարորդներին զգուշացնում է, կզրկվեն հավելավճարից, եթե չստուգեն ուղևորների տոմսերը։ Եկեղեցուն վարչապետի հետ միջադեպի մասնակից այժմ մեղադրյալ 18-ամյա Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Երկամսյա կալանքի որոշումն արդեն բողոքարկվել է Վերաքննիչ ատյանում, նիստի օրը դեռ հայտնի չէ։ Դավիթի ընտանիքն ու փաստաբանները ահազանգում են նրա առողջական խնդիրների մասին։ Բացարձակ, միայն փաստաբաններն են կարողանում նրան տեսակցել։ Բացարձակ, արդեն տեսակցությունները հակված են։ Նախ Արմավիրի, հետո Աբովյանի բանտում, ապա հիվանդանոցում հայտնված Դավիթ Մինասյանի մորն արգելված է տեսակցել որդուն։ Այս օրերին մորը փոխարինում են փաստաբանները։ Կալանքի տակ գտնվող 18-ամյա աշակերտը վերակենդանացման բաժանմունքում 3 օր մնալուց հետո այսօր հիվանդասենյակ է տեղափոխվել, բայց փաստաբան Վարդուհի Էլբակյանի տպավորությամբ տղայի վիճակը նախորդ օրերի համեմատ ավելի է վատացել։ Բացարձակ դրական դինամիկա չեմ տեսել։ Օրինակ, երեք անընդհատ ասում էր, որ շատ ուժեղ գլխապտույտներ ունի։ Մի բան, որը դրա առաջի օրը ասում էր գլխացավ ունեմ։ Իսկ երեք ասում էր գլխապտույտ փորձել էին կանգնացնել բան, sense նստացնել, ինքը ասեց, չէին կարողացել, որտեղ գլուխը շատ պտտվում էր։ Նույն վիճակը այսօր է եղել։ Այսօր անգամ լուսին են փորձել էր մի փոքր կերակրել, չերել կերը հրաժարվել էր, որտեղ ասել էր գլխացավ շատ ուժեղ է։ Ծաղկազարդի պատարագին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Փաշինյանի նկատմամբ բռնության ու խուլիգանության մեղադրանքով կալանավորված պատանին մեկ շաբաթվա ընթացքում 3 անգամ ուշագնաց էր եղել։ Երրորդ ուշաթափությունից հետո նրան հիվանդանոց տեղափոխեցին։ Ավարտական դասարանի աշակերտն ըստ փաստաբանների լուրջ հիվանդություններ ունի, դրանցից մեկն էլ կալանքի հետ անհամատեղելի է, բայց դատավոր մնացական Մարտիրոսյանը սա հաշվի չէր առելու 2 ամսով կալանավորել տղային։ Դավիթի փաստաբանները դեռ անցած շաբաթ տղային կալանքից ազատելու խնդրանքով դիմել էին գլխավոր դատախազին ու մարդու իրավունքների պաշտպանին։ Դատախազությունից դեռ պատասխան չկա։ Պաշտպանն էլ այսօր հայտարարեց, թե ինքը դատարանի սահմանած կալանքը փոխելու առաջարկ անելու իրավասություն չունի, բայց հաշվի առնելով Դավիթի առողջական խնդիրներն ու կրթությունը շարունակելու իրավունքը, գրագրություն է վարել նրա նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու նպատակով։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը այդուհանդերձ կարծում է, որ Անահիտ Մանասյանը նման լիազորություն ունի։ Հենց միտը կարող է միջնորդությամբ հանդես գալ, որ խափանման միջոցը փոխվի։ Միտը կարծում եմ, որ պետք է ասելիք ունենալ։ Առաջերտին Դավիթի մասով, այդ բերման ենթարկելու, հետագայում կալանքի, այս ատելության խոսքի, միտը շատ ու շատ հարցերում ասելիք ուներ, բայց ոնց որ թե մենք գերագնահատում ենք միտի ասելիքը։ Փաստաբանները Վերաքննիչ են բողոքարկել պատանուն կալանավորելու որոշումը։ Դատական դեպարտամենտի փոխանցմամբ վաղն այն կմակագրվի դատավորներին, դրանից հետո նիստ կնշանակվի։ Մինչ տղայի փաստաբաններն ու մայրը վստահեցնում են, որ տղան չի հարվածել վարչապետին, պարզապես անվտանգության աշխատակիցների հրմշտոցից վրդովված ձեռքն է մեկնել նրա ուղղությամբ, հակառակը նրան են հրմշտելու հարվածել, Փաշինյանն արդարացրել էր իրեն պահպանողների գործելավոճը, որակել որպես բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգությունն ապահովող գործողություն։ Տեսանյութերում երևում է, որ անվտանգության աշխատակիցը եկեղեցում հարվածում է Դավիթին, երբ վարչապետն արդեն պատանում մոտ չէր այլևս։ Այդ հարվածից նա վայր է ընկնում։ Այնց է հարվածել, որ տենց նույնիսկ մարմնական վնասվածքներ բան չեն ստացել։ Բայց ինքը լիազորություն կարող էր ցանկացած մարմնական վնասված ստանալ։ Բայց իր ծառայության իմաստն այն է, որ երբ որ կա հարցակում կամ հարցակման վտանգ, ինքը գործի։ Անցած շաբաթ ավերջին աշխատանքից ազատվեց այս գործը քննող քննիչ Հակոբ Կոխյանը։ Քննիչ Հակոբ Կոխյանը եկեղեցու միջադեպից հետո մեղադրանք էր առաջադրել ոչ միայն Դավիթին, այլև նրա եղբորը, ինչպես նաև եկեղեցում այդ պահին գտնվող գործիչ Գևորգ Գևորգյանին։ Եղբորը Դավիթին օժանդակելու մեջ են մեղադրում, Գևորգյանին այս ամենը կազմակերպելու։ Նրան գրավով ազատ են արձակվել։ Քննիչի որոշմամբ երկվորյա եղբայրների բնակարանում խուզարկություն էր եղել։
Աշխատանքից ազատված քննիչը առաջին խուզարկությունից հետո ուղիղ ասել էր, որ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելուն առնչվող առարկաներ եղբայրների բնակարանից չեն հայտնաբերել, ինչից հետո էլ ազատվեց աշխատանքից։ Քանի անգամ ասեմ, չեն հայտնաբերել։ Իսկ քննչական գործողությունն առանց համազգեստի է անցկացրել։ Դավիթ Մինասյանի դասընկերներն այսօր կրկին բողոքի ակցիա էին անում, գլխավոր դատախազից պահանջելով փոխել խափանման միջոցը։ Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր եւ անհատաչափ միջոց։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնային պետք է լինի մարդու կյանքի եւ առողջության պաշտպանությունը։ Մենք համոզված ենք, որ Դավիթ Մինասյանը հանրային վտանգ չի կարող ներկայացնել եւ արժանի է արդար ու մարդասիրական վերաբերմունքի։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված կալանքի միջոցը եւ նպաստել նրա ազատ արձակմանը, հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը եւ ապահովելով արդարության եւ իրավականության սկզբունքների պահպանումը։ Վստահ ենք, որ ձեր կողմից կընդունվի արդար եւ մարդասիրական որոշում, քանի որ արդարադատությունը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի տառով, այլև խղճի մտոք։ Մենք հույս ունենք, որ հաշվի կառնի եւ եթե արձագանք լիներ, հնարավոր է կրկին այստեղ չենք հավաքվի։ Ըստ այդմ այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում նաև նամակից, որը հանձնել ենք մարդու իրավունքների պաշտպանին, բայց դե ոչ միտեղից դեռ արձագանք չենք ստացել։ Իսկ այս ընթացքում կարողացել եք տեսակցել Դավիթին ընկերներով։ Ոչ, դրա տեսակցությունները անգամ իր ծնողների համար արգելվում է։ Եվ հեռախոսային ոնց որ կապը նաև նույնպես, միայն փաստաբանները կարող են տեսակցել։ Կառավարող քաղաքացիական պայմանագիրը նախընտրական ծրագրում ներառել է նաև կաթողիկոսին հեռացնելու մասին դրույթ։ Սա մի կողմից նշանակում է, որ իշխանությունն ընդունում է գործադրված ջանքերը, առնվազն առաջիկա ամիսներին էլ արդյունք չեն տալու։ Մյուս կողմից սա մտահոգություններ է առաջացնում իրավապաշտպանների շրջանում։ Մինչև 2031 թվականը Հայաստանը կունենա նոր կաթողիկոս, խոստանում է քաղաքացիական պայմանագիրը։ Կուսակցության նախընտրական ծրագրում թրիփ նախագծի, ակադեմիական քաղաքի, մետրոյի աջափնյակ կայարանի ու բիոգազի արտադրության խոստումների կողքին կարդում ենք. Հայ առաքելական եկեղեցու փաստացի պետի հեռացում։ Կաթողիկոսին գահից իջեցնելու իշխող թիմի շուրջ 1 տարի չընդհատվող պայքարը հիմա արդեն նախընտրական ծրագրային դրույթ է։ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ լավ կլիներ ուրիշ կուսակցություններ նույնպես իրենց ծրագրի մեջ ունենային Կտրիչ Ներսիսյանից եւ այն մարդկանցից, ովքեր որ վարկաբեկում են Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մաքրելը ու ազատելը, դա մեծ օգուտ կբերեր մեր պետությանը, մեր պետականությանը։ Խորհրդարանի նախագահի հիմնավորումը նորություն չէ, նախընտրական ծրագրում էլ գրել են. արտաքին ուժերը փորձում են եկեղեցին դարձնել պետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ Եթե կան նման տվյալներ, մենք ունենք պատշաճ քրեական դատավարական մեխանիզմներ, այսինքն գործիքակազմ, որոնց շրջանակներում կարող են եւ մեղադրանք առաջադրել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել, եթե որևէ անհատ կատարում է գործողություն, որը արգելված է մեր օրենսդրությամբ։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով կաթողիկոսի հեռացման ու եկեղեցու բարենորոգման հարցերը նախընտրական ծրագիր տանելը եկեղեցու ինքնավարության ուղիղ միջամտություն է։ Մեր եւ սահմանադրությամբ եւ համապատասխան օրենսդրությամբ շատ հստակ է, որ պետությունը անջատ է եկեղեցուց, ու սա նշանակում է, որ հենց պետությունը իդեմս կառավարության գործադիրի առաջին հերթին չպետք է միջամտի եկեղեցու ցանկացած եկեղեցու, ցանկացած կրոնական կազմակերպության ինքնավարության հարցերին։ Իշխող ուժի ծրագրում գրված է եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավորները օտարվել են եկեղեցուց։ Ըստ փորձագետի սա ոչ միայն միջամտություն է կրոնական կազմակերպության գործին, այլև հոգևորսություն։ Դու չպետք է որևէ եկեղեցու անդամների թիվը ավելացնես կամ պակասեցնես որպես կառավարություն։ Իդեպ վիճակագրական կոմիտեի տվյալները օտարման մասին չեն։ Հայաստանում հայ առաքելական եկեղեցու հետևորդ է բնակչության 95.2%-ը, 2.793.042 մարդ։ Իրավական հարցերով փորձագետը վստահ է, իշխող թիմի նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման հարցը ներառելը հետագայում ընտրություններից հետո կներկայացվի ժողովրդից ստացած մանդատ փոփոխությունների համար։ Իսկ վեհարանն ազատելու Փաշինյանի սխեման նույնն է։ Նախկինում ասել է, այժմ էլ ծրագրում
են գրել։ Կաթողիկոսը հեռանում է, ընտրվում է տեղապահ, նոր կանոնադրություն է ընտրվում, ապա նոր կաթողիկոսի ընտրություն անցկացվում։ Քաղաքացիական պայմանագրում համոզված են ոչ թե սահմանադրությունը օրենքներ են խախտում, եկեղեցու բարենորոգում խորագրի ներքո, այլ վերականգնում են սահմանադրական կարգը, եկեղեցին դուրս են բերում քաղաքականությունից։ Սահմանադրություն չենք խախտում, որովհետև դուք էլի նույնականացնում եք անձերին կառույցի հետ։ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովը չէ։ Կտրիչ Ներսիսյանը 1700-ամյա հայ առաքելական եկեղեցին չէ։ Ազգային ժողովի նախագահը համաձայն չէ, որ իր թիմն ու առաջնորդ Փաշինյանը մայր օրենքն ու հայ առաքելական եկեղեցու օրենսդրությունն են խախտում։ Առաջարկում է անձն ու կառույցը չնույնացնել։ Միայն թե նախընտրական ծրագիրը մտել ոչ միայն վեհապարի հեռացումը, այլև օրինակ նոր կանոնադրության ընդունումը, նաև թե ինչ պիտի սահմանվի այդ կանոնադրությամբ։ Կառավարությունը իրավունք չունի ոչ կանոնադրություն փոխի, ոչ ներքին կյանքին կառուցվածքին վերաբերող որևէ հարցեր փոխեն, հենց որպես իշխանություն ըստ էության, հա։ Սա մարդու իրավունքների Եվրոպական դատարանում շատ հստակ դիրքորոշում է արտահայտվել տարբեր գործերով եւ Բուլղարիայի դեմ, Մոլդովայի դեմ, այլ անդամ պետությունների դեմ, որտեղ հստակ ասվում է, որ մի կողմից պետությունը պետք է չեզոքություն պահպանի։ Նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Սերը, համերաշխությունը, միասնությունը գերադասելու պատգամ էր հղում 3 ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի պատարագին։ Իդեպ այս զատկին Գարեգին երկրորդի ամփովանին կրում էին փաստաբաններ, մայրաթոռից բացատրում են, պատահական չէ, նախորդ տարվանից եկեղեցին հարկադրված է դատարաններում պաշտպանել իր ինքնուրույնության իրավունքը։ Քրիստոս հարյավ իմերելոց Իսկ Հայաստանի վարչապետը Քրիստոսի հարության լուրը լսեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Այստեղ անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էր պատարագում, Փաշինյանին միացած 10-ից մեկը։ Հոգևոր այս մի տոնն էլ առանց միջադեպի չանցավ։ Ամոթ ձեզ տիրադավ բղավեց մի կին հարության լուրի չափ բարձր ձայնով։ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Մեկ ամսից մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը, քաղաքական ուժերը վերջին բանակցություններն են անցկացնում հնարավոր դաշինքների շուրջ։ Այսօր հայտնի դարձավ միավորման ևս մեկ անհաջող փորձի մասին։ Պատրաստ ենք սկսել նաև կոնսոլիդացիայի գործընթաց ուժեղ Հայաստան կուսակցության եւ այլ ուժերի հետ միասին։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել են։ Հետևաբար այսօր որոշում են կայացրել ընտրություններին մասնակցել առանձին։ Հայ ազգային կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժեղ Հայաստանի հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով։ Դրսևորել են առավելագույն ճկունություն դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով։ Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ։ Չնայած տապալված բանակցություններին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը հայտնում է, որ պատրաստ է համագործակցել ուժեղ Հայաստանի եւ այլ ընդդիմադիր ուժերի հետ եւ նախընտրական եւ հետընտրական փուլում, խորհրդարանում կոալիցիա կազմելու եւ մեջբերում եմ երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում։ ՀԱԿ-ը նախորդ ընտրություններում ստացել էր մոտ 20,000 ձայն դուրս մնալով խորհրդարանից։ Թե ինչպես են պատկերացնում հունիսի 7-ի ընտրություններում հաղթահարել անցողիկ 4%-ը, պարզ չէ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանից էլ դեռ չեն բացատրել, թե ինչու են մերժել ՀԱԿ-ի հետ դաշինքը։ Կարծում եմ, որ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը այո, ուժեղ Հայաստանն է։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանին համարելով ընդդիմության առաջատար ուժ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ այս փուլում խուսափում է ասել, արդյոք հենց նրան էլ հանրապետականը կաջակցի հունիսի 7-ի ընտրություններում։ Այդ ձայները իմ գրպանում չէ, որ հանեմ տամ մեկին։ Քարոզարշավի ընթացքում կարծում եմ մերոնք կողմնորոշվեն։ Փակագծերը Սերժ Սարգսյանը խոստանում է բացել քարոզարշավի ընթացքում, որը կմեկնարկի մոտ մեկ ամսից, մայիսի 8-ին։ 2018-ի հեղափոխությունից հետո իշխանությունը կորցրած երբեմնի հզոր ուժը երկար քննարկումներից հետո ի վերջո որոշեց չմասնակցել ընտրություններին, բայց միաժամանակ խոստացավ ակտիվորեն ներգրավված լինել ընտրական գործընթացներում։ Կարևորը այն է, որ ինչպես ասեցի, մեր կուսակցականները, մեր համակիրները
գրեթե բացառապես բոլորը գնալու են ընտրությունների եւ քվե են տալու ընդդիմադիր ուժերին, թե որ ուժերին ընթացքում կտեսնեն։ Սերժ Սարգսյանը համոզված է, եթե ոչ քարոզարշավի ընթացքում, ապա գոնե ընտրությունների արդյունքում ընդդիմությունը միասնական կլինի եւ համատեղ գործողություններով մեջբերում եմ նույն կետին կխփեն։ Պաշտոնաթող նախագահը միաժամանակ հստակեցնում է, ինքը երբևէ կողմնակից չի եղել, որ ընդդիմադիր ուժերը մեկ միասնական ցուցակով մասնակցեն ընտրություններին, քանի որ այդ պարագայում հաղթելու շանսերը նվազում են, քան եթե ընդդիմությունը մի քանի ճակատներով մտնի ընտրապայքարի մեջ։ Նկատենք, նախընտրական խոշոր դաշինքներով ընտրություններին մասնակցելու կարևորության մասին խոսել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վստահ եմ, որ ընդդիմադիր ուժերը ավելի քիչ ձայն կտանեն, ավելի քիչ քվե կտանեն, քան երբ որ 2-3 մեր ճակատներով մասնակցեն։ Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։ Իդեպ, չնայած Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերի միջև սուր տարաձայնություններին եւ ով է բերել Նիկոլ Փաշինյանին փոխադարձ մեղադրանքներին, շաբաթ օրը հանրապետականի համագումարից հետո Սերժ Սարգսյանը վստահեցրեց, շատ կուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը հաջողություններ գրանցի։ Ավելին անկեղծացավ, որ իրենց իսկ հարցումները ցույց են տվել, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը ավելի բարձր վարկանիշ ունի, քան հանրապետականը։ Ես շատերից ավելի եմ ցանկանում, որ Հայաստան դաշինքը ոչ միայն հաղթահարի, այլ հեշտությամբ հաղթահարի։ Դա մեր բոլորիս օգուտն է։ Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտում արդեն իսկ 3 խոշոր բլոկ է ձևավորվել։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, որին միացել են քաղաքական տարբեր ուժեր եւ գործիչներ։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը, որը առայժմ հանրությանն անհայտ 2 ուժի հետ է դաշինք կազմել, հայտարարում է, թե բանակցությունները քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել եւ դաշինքը կարող է ընդլայնվել։ Սրան զուգահեռ նախորդ օրերին մի շարք ուժեր հայտարարեցին ընտրություններին չմասնակցելու եւ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին։ Նրանց շարքում է նախկին արտգործնախարար Ռաֆի Հովհաննիսյանի հիմնադրած Ժառանգությունը։ Քաղաքական ուժը շաբաթ օրը համագումարում ընդունած բանաձևում նշել է, մեջբերում եմ, աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը։ Իր ելույթում Ռաֆի Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ լայն կոնսոլիդացիա կազմելու հարցի շուրջ քննարկումներ են ունեցել Սամվել Կարապետյանի, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի եւ Ապրելու երկիր կուսակցության հետ, սակայն ըստ Հովհաննիսյանի ընդհանուր հայտարարի չեն հանգել։ Թե ինչու են որոշել աջակցել հենց Սամվել Կարապետյանին, Ռաֆի Հովհաննիսյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ պարտություններ բերած ու կեղծավոր խաղաղությունից խոսող Փաշինյանը պետք է հեռանա։ Այս ղեկավարն է, որ 8 տարի առաջ իբր թե մեր պայքարը շարունակելով եկավ իշխանության մեր հույսերով, մեր խոստումներով, մեր հանձնարարություններով եւ երդումներով ինքն է, որ հեղինակն է եւ պատասխանատուն է այսօրվա բարդությունների եւ ինքն է, որ պետք է հեռանա գերձավոր խաղաղությամբ։ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին հայտարարեց նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած Ազատություն կուսակցությունը։ Եվ ընտրությունների հասցեատերերի քվեարկողների կարծիքը նախընտրական այս աղմուկի մեջ քվեախցիկ մտնելուց 2 ամիս առաջ կողմնորոշվել են արդյոք։ Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող Տավուշում նախընտրում են լռել ընտրությունների մասին։ Դժվար է կռահել, վախենում են, թե անտարբեր են, բայց Դիլիջանի փողոցներում շատերը նույնիսկ հարցը մինչև վերջ չլսած հեռանում են կարճ կապելով, թե խոսելու ոչինչ չունեն։ Ընտրություններ են գալու, է՞։ Հա, ինչ անենք, գալիս են թողան։ Մասնակցելու եք։ Չէ, չենք մասնակցել։ Ինչի՞։ Այդ ընտրություններ են, ուզում եմ իմանամ։ Չէ, ցավ տանեմ շնորհակալություն, բայց ես ի վիճակի չեմ խոսալու։ Մի հարց տամ էլի։ Մոռազ ենք ու։ Չգիտեմ դեռ ոչ մի բան։ Չէ կողմնորոշվել։ Ինչը կօգնի, որ դուք ի վերջո հասկանաք այ որպես սահմանամերձ մարզի բնակիչ, ինչի հիման վրա պիտի կայացնեք ձեր ընտրությունը։ Չէ, բան չունեմ ասելու։ Ինչ տպավորություն ունեք այս նախընտրական իրավիճակից։ Չեմ կարող ասել, ինչ ասեմ, սարազատ։ Այսինքն բանեմ երկին։ Չեմ ուզում։ Ինչի՞ չեմ ուզում այնտեղ։
Դիլիջանի կենտրոնում մի կին նույնպես կտրուկ հրաժարվեց խոսել, ակնարկելով, թե նախկինում տեսախցիկի առաջ բացվել ու կրակն է ընկել, թե կոնկրետ ինչ հետևանքների մասին է խոսքը, հանդիմանանք էր ստացել, թե վատ վերաբերմունք պարզ չեղավ։ Այսա ընտրություններ են լինել։ Այ մարդուն հետաքրքիր եկալ կնա ռադարը։ Մի անգամ գա կրակ եկալ կնա ուրիշ հարցը։ Պետք է ընտրություններ։ Ինչի հետաքրքրում տարի։ Ինչ են արել, որ ոչ մի բան ասես չվերաբերում։ Իսկ նրանք, ովքեր համաձայնեցին խոսել, անվտանգությունն ու խաղաղությունն են շեշտում։ Որ մեկն էլ որ լինի վարչապետ, կարևորը որ առաջին հերթին խաղաղություն ունի, ժողովուրդն ազատ հանգիստ ապրել։ Հիմա Բայց թե ասես որ մեկին ասեմ, այդ հələ ես չեմ կարող ասել։ Իշխանական թևի լավատեսական պնդումները, թե նախաստորագրված պայմանագրով խաղաղությունն արդեն կայացած իրողություն է, սահմանամերձ մարզում այլ կշիռ ունեն։ Այստեղ շատերը տարագուսում են, արդյոք հարևան երկրի քայլերը համահունչ են հայկական կողմի հայտարարություններին եւ հնարավոր է արդյոք կառուցել միակողմանի խաղաղություն այստեղ, եթե սահմանի այն կողմից դեռ քամիներ են փչում։ Դուք խաղաղությունը հաստատված համարում եք, ինչ որ իշխանություն։ Ներկա պահին այո։ Հիմա որպես կա խաղաղություն։ Ինտուիցիաս ինձ չի թողում որ մտածեմ տենց։ Ինչը։ Ինտուիտիվորեն էլի ոչ ինչ որ պրոստը չէ։ Ինչն է կասկածելի։ Որ խաղաղություն կարող լինի։ Նրանք ինչ ուժեղ պետություններ են Թուրքիան, Ադրբեջանը, ինչ ուզեն են էլ պետք է պարտադրեն ու դա անեն։ Դա տենց ումա պետք է։ Այո, կողմնավորոշված ում եմ ընտրելու։ Այդ խաղաղությունը տեսնում եք երաշխավորված խաղաղություն։ Այո, տեսնում եմ։ Մեր հակառակորդին ոնց կարաս դու վստահես, ոնց կարաս Ալիևին վստահես, Ադրբեջանի վստահես։ Խաղաղության շուրջ կասկածները հասնում են նաև Լոռու մարզկենտրոն, Վանաձորում եւս հարցականի տակ են դնում թղթին հանձնված նախաստորագրված փաստաթուղթն ու իրական անդորը։ Կա թերահավատություն, կա ստեղից խաղաղությունը, այնքան էլ սրտովս չի։ Ճիշտ է մի կողմից ասում են արժանապատիվ խաղաղություն եւ այլն, դա հասկանում ենք։ Ասում են թե ուզում ես խաղաղություն, պետք է զենքը ձեռիցդ չգցես։ Բայց մենք զենքը գցել ենք ձեռներիցս ու ասում ենք թե մեզ խաղաղություն կբերեն, կնվիրեն։ Ես կարճ կասեմ, որ չեմ հավատում։ Այդ խաղաղությանը, որ այ հենց մի ես բանակում թոր ունեմ, նորա մի ամիս կեսա գնացել է, բայց էլ անդադ վախի մեջ եմ։ Որտեղ ես չեմ Ալիևի ասածները ու սրանց ասածները հետ իրար հետ չեն գալիս։ Ինչ խաղ, եթե նա խաղաղություն չի ուզում, միակողմանի խաղաղություն նմա չկա, չենք հավատա։ Եվրոպայից ժամանած Մարո Ֆրանգուլյանը, որը նախորդ անգամ Հայաստանում եղել էր 44-օրյա պատերազմից առաջ, տրամադրությունների կտրուկ անկում է նկատում։ Նրա խոսքով 6 տարի առաջվա Դիլիջանն այսօր ուրիշ է։ Տարբերություն փոփոխություն տեսակ, որ եկաք ստեղ, քանի տարի էր որ չեք եկել։ Տխուր փոփոխություններ են։ Ինչ իմաստով, ինչը այն չի։ Ну, я не знаю, ուրախություն չկա ժողովրդի մեջ։ Աչքերի մեջ ուրախություն չկա, մի 5 տարի առաջ կար, հիմա չկա։ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Թբիլիսիում է, Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերություններին։ Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության, անվտանգության եւ համագործակցության կենտրոնի։ Այս առումով ես ցանկանում եմ ընդգծել Վրաստանի դերակատարությունը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության տեսանկյունից կարեւոր է նաեւ առևտրի ոլորտը։ Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի տարածքով, եւ ես ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել վրացական կողմին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ այսօր ասել է, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շատ զգույշ եւ կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Нам надо быть более корректными и аккуратными в работе с Арменией. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շատ զգույշ եւ կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում հապկում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում։ Հայաստանում բարդ իրավիճակ է այս առումով, հատկապես նախընտրական շրջանում։ Нам надо быть очень аккуратными и осторожными в отношениях с Арменией.
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին չի ծառայել բանակում քաղաքացիական պայմանագրի պատգամավորն այսօր լրագրողին էր նախատում բանակ չգնալու համար, զուգահեռ բացատրելով որդու դեպքը, թե բարձրակարգ տղա է։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահմատ։ Ուրիշ դու նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես ծառայել։ Ինչ է մտածում սովորական քաղաքացին, երբ որ լսում ասա։ Կամ են սոցիալական անապահով վիճակում ապրող մարդիկ, որոնց տղաները անպայման ծառայում են։ Ուղղակի ուզում են ընդգծել իրենց արտոնյալ վիճակը, իրենց առանձնահատուկ կարգավիճակը։ Դա ինչ արտոնյալ վիճակ է, դա ինչ ամբարտավան հայտարարություն է, որ ինչու համար պետք է չծառայի, որտեղ գիտելիք ունի։ Իսկ բանակում հենց գիտելիք ունեցողներ են պետք տեղյակ պահենք Անդրանիկ Քոչարյանին։ Այսօր խորհրդարանում կրկին տապալվել է թիմից հեռացված պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը փողի դիմաց կրճատել ծառայությունը բանակում։ Անցած անգամ կառավարությունը դրական եզրակացություններ տվել, բայց վերջին պահին օրենքը հետ կանչվեց։ Այսօր կրքերը թեժացել են։ Ասել, որ հիասթափված եմ կամ ցավում եմ, կնշանակի ոչ մի բան չասել, որովհետև տարիներով արձանագրելով բանակի խնդիրները ես նպատակ եմ ունեցել, պայքարել եմ, որպեսզի մենք վերացնենք այդ խնդիրները։ Կարան ինչ-որ մարդիկ ինչ չսիրեն, կարա ինչ-որ մարդ իմ հետ խնդիր ունենա անձնական կամ ոչ անձնական կամ ուղղակի սիմպաթիայով ինձ չհավանի։ Բայց սեփական ամբիցիայով կամ սիմպաթիայով կամ քենախնդրության պատճառով տապալես պետության համար կարևորագույն նախագիծը, ես, որ հիմա հնարավորություն ունեմ, կարող եմ լացեմել, էլի։ Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի զորտա։ Դուք հիմա պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ եք խոսում, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատել։ Թանկացումից ու վճարման նոր համակարգի ներդրումից հետո քաղաքապետարանը չի կարողանում հավաքագրել տոմսերի գումարը չվճարողները շատ են տարբեր պատճառաբանություններով, բոյկոտից մինչև տեխնիկական խնդիրներ։ Քաղաքապետ Ավինյանը վարորդներին է զգուշացնում կզրկվեն հավելավճարից, եթե չհսկեն։ Հավաքագրումից Պարոն Կիրակոսյան նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Ուզում եմ սա շատ հստակ եւ ուղիղ եթերով ասել։ Երևանի քաղաքապետն այսօրվա նիստում դիմելով Երևան ավտոբուս Փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանին զգուշացրեց, որ ուղևարձի հավաքագրմանը չմասնակցող վարորդները կարող են զրկվել արտաժամյա վճարումից։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Տիգրան Ավինյանը համարում է, որ Երևան ավտոբուս ՓԲ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի թերացումն է սա, նա էլ իր հերթին շտապեց արդարանալ։ Սա իրականում երևի թե նրանց մեղքն է չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Այսօրվանից հրանգավորված է բոլոր վարորդներին։ Ավինյանն այդպես էլ չմանրամասնեց ավտոբուսի վարորդն ինչպես պետք է մասնակցի ուղևարձի հավաքագրմանը, երբ դա անցած հունվարից այլևս քարտով է, ոչ թե կանխիկ, ինչպես նախկինում, ու ինչպես պետք է եւ ավտոբուսը վարի եւ այդ հարցերը կարգավորի։ Այս հայտարարությունից ժամեր անց Ավագանոն դիմադիր անդամներից Գևորգ Ստեփանյանն իր Facebook-յան էջում տեսանյութ հրապարակեց, որտեղ վարորդը պահանջում է վճարել, իսկ ուղևորը հակառակվում։ Որ չվճարեք, չեմ ասել, ես բանը նա։ Ոչ չենք վճարելու եւ նստելու եք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Ես ինքս պատասխանատու եմ ինձ համար։ Դու ինձ համար պատասխանատու չես։ Ոչ տրանսպորտի համար, դու իմ կյանքի համար չես պատասխան տալիս, որը հանդարտ գնաս ավարյալ 10 սպանես։ Հավաքանում Այր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հիշեցնում է, որ նախորդ տարի վարորդները բողոքի ակցիաներ էին կազմակերպել, պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։ Սուքիասյանը նշում է, ուսումնասիրել է այդ պայմանագրերը, ասաց Ավինյանի այսօրվա պահանջի մասին այնտեղ ոչ մի կետ չկա։ Նրանց աշխատանքային պայմանագրի մեջ ուղևորավարձի գանձումների հետ կապված ոչինչ ասված չէ։ Վարորդի պարտականությունների մեջ չի մտնում գանձումներին հետևելը։ Վարորդներին նման պահանջ ներկայացնելը որից է իրավական հիմք
չունի։ Դա շանտաժ է եւ սպառնալիք, ուրիշ ոչ մի բան։ Բողոքող վարորդները նաև պահանջում էին կոպեկով վճարման հնարավորությունը վերադարձնել, սակայն քաղաքային իշխանությունը մերժեց, պնդելով, որ դա խորացնում է ստվերային դրամահավաքը։ Ընդդիմադիր Մանուկ Սուքիասյանն ասում է, իրենք առաջարկել էին, որ միասնական տոմսային համակարգին անցնելու առաջին տարին ուղեբարձի 100 դրամը պահպանվի, որպեսզի հստակ պատկեր լինի, որքան գումար է հավաքագրվում։ Գուցե ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելով հնարավոր լիներ այդ ծախսերը փակել, հարցնում է նա։ Տեսնենք միջին ամսականը որքան է կազմում, տարեկանը որքան է կազմում, ինչ հասույթ է մտնում քաղաքային բյուջե եւ ծախսերը որքան են, կա նաեւ քրեական գործեր, Երևան ավտոբուս ՓՏ-ի մսխումների հետ կապված։ Ահա այդ սաղ ֆինանսական խորհուրդները մենք կարծում ենք, որ միասնական տոմսայինով պիտի փակվեին եւ դոտացիայի տարիք չլիներ։ Իսկ իրենք զորեցին, որ չէ, պետքա լինի 150։ Հետո ընդդիմադիրները հորդորեցին ուղևորներին բոյկոտել ու չվճարել։ Քաղաքային իշխանությունը հակադարձում էր Երևանում այլևս գազելներ չկան, նոր շարժակազմ է գործում, իսկ դրանք պահելու վարորդներին վճարելու համար գումար է հարկավոր։ 100 դրամ ուղևարձն այդ ծախսը չի փակում։ 1 տարուց ավել է, իրենք քաղաքացիዎች ստանում են բոյկոտ։ Սկզբում մեր նաև սատարմամբ մեկ կոչով, հիմա էլ առանց մեկ կոչի։ Հավելավճարները չկան, նրանք էլ չեն աշխատի։ Չենք պատրաստվում տրոլեյբուս չգնել ու այդ ծախսն էլ սուբսիդավորել, ինչը թե քաղաքական բանսարկուները գիտակցաբար մանիպուլյացիա անելով մարդկանց դրդում են, որ բոյկոտի ճնշումն ավելանա։ Նախորդ տարի հայտարարել էր Ավինյանը, դրանից հետո քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների թիվն ավելացվեց 24-ով, եւ նրանք սկսեցին մտնել ավտոբուսներ ու ստուգումներ իրականացնել, առանց վճարելու երթևեկողներին տուգանելով 10,000 դրամով տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու դեպքում 3,000, իսկ ուրիշի արտոնյալ քարտից օգտվելու համար 15,000 դրամ։ Վերջին 2 ամսվա տվյալներով փետրվարին 6422 ստուգում է իրականացվել, 563 հոգի տուգանվել է, իսկ մարտին 3785 ստուգում է եղել, 350-ն է տուգանվել, 9.4%։ Եթե հասարակական կարգի պահպանման աշխատակիցների թիվն ավելացվեց, ինչու պետք է վարորդը ղեկը թողնի ու գումարի հավաքագրմանը մասնակցի։ Հարցրեցինք քաղաքապետարանից, փոխանցեցին։ Ծառայությունը չի իրականացնում ուղևարձի հավաքագրման գործընթաց, այլ վարչական պատասխանատվության է ենթարկում զանցանք թույլ տված անձանց։ Եվ միջազգային լրահոսից վաղը լրանում է Իրանին տրված Դոնալդ Թրամփի վերջնաժամկետը, կամ բացվում է Հորմուզի նեղուցը, կամ կործանարար նոր հարվածներ կլինեն։ Չնայած Վաշինգտոնից հնչող այս սպառնալիքներին, Իրանը քիչ առաջ հայտարարեց հրադադարի ամերիկյան առաջարկը մերժելու մասին։ Թեհրանը ռազմական գործողությունների անժամկետ ավարտի երաշխիքներ է պահանջում։ Իրանը մերժել է հրադադարի առաջարկը եւ ընդգծել պատերազմի անժամկետ դադարեցման անհրաժեշտությունը, հաղորդում են իրանական աղբյուրները։ Ըստ պետական լրատվական իրնագործակալության 10 կետից բաղկացած Իրանի պատասխանն ամերիկյան կողմին է փոխանցվել Պակիստանի միջոցով։ Դրանում անդրադարձ կա տարածաշրջանային հակամարտության դադարեցմանը, Հորմուզի նեղուցով անխոտ շնդոտ նավարկությանն ու պատժամիջոցների վերացմանը, տեղեկացնում է Իրանան։ Արձագանքելով այս մերժմանն, ԱՄՆ նախագահն ասել է, թե Իրանի կառավարությունը մեծ գին կվճարի սրա համար։ Մինչ այդ Դոնալդ Թրամփն Իրանին նոր հարվածներով էր սպառնացել ու վերջնաժամկետ տվել գործարքի գնալու համար, իսկ Reuters-ը հայտնել էր, որ միջնորդներն Իրանին ու ԱՄՆ-ին պատերազմը դադարեցնելու առաջարկներ են ներկայացրել։ Ըստ գործակալության դրանցով առաջարկվում էր անմիջապես 45 օրով հրադադար հաստատել։ Այդ ընթացքում կողմերը պետք է բանակցեին խաղաղության համաձայնագրի շուրջ, որը պետք է կնքվեր երկրորդ փուլում։ Ընդ որում հրադադարը կարող էր երկարաձգվել, եթե բանակցելու համար լրացուցիչ ժամանակ պահանջվեր։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, արդեն ասել էր, որ Թեհրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը հրադադարի դիմաց, քանզի կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ մշտական հրադադարի։ Արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել էր, որ Թեհրանն անընդունելի է համարում վերջնագրերն ու սպառնալիքները։ Բանակցությունները ոչ մի կերպ չեն ենթադրում վերջնագրեր, հանցագործություն կամ պատերազմական հանցագործություններ կատարելու սպառնալիք։ Իրանը եւ իրանցի ժողովուրդը Միացյալ Նահանգների հետ բանակցելու շատ դառը փորձ ունեն, եւ մենք այդ փորձը հեշտությամբ ձեռք չենք բերել, որ կարողանանք անտեսել։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը սպառնացել էր պայթեցնել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, եթե Թեհրանը գործարքի չգնա։ Դոնալդ Թրամփը նաև 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Վերջնաժամկետը լրանում է 3 շաբթի։ Դուք կտեսնեք կամուրջներ եւ էլեկտրակայաններ, որոնք կփլուզվեն նրանց ամբողջ երկրում, եթե նրանք արագ համաձայնության չգան, ես մտածում եմ ամեն ինչ պայթեցնելու եւ նավթը վերցնելու մասին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ Կառույցը նաեւ հայտնել է, որ իր ռազմածովային ուժերը Պարսից ծոցում են Հորմուզի նեղուցում Իրանի հաստատած նոր կարգն ապահովելու համար։ Ըստ ֆարս գործակալության Իրանի համաձայնությունը ստանալուց հետո անցած 1 օրում 15 նավ է հատել նեղուցը։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու Թրամփի հայտարարությունը մեջբերում է պատերազմական հանցագործության մտադրության ապացույց է որակել, իսկ ՄԱԿ-ին մեղադրել է այդ ամենի վրա աչք փակելու համար։ Իրանի խորհրդարանի նախագահն էլ Թրամփին մեղադրել է մեջբերում եմ անխոհեմ քայլեր անելով ԱՄՆ-ին դժոխքի մեջ ներքաշելու համար։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ կշարունակեն հրիմատնել ողջ տարածաշրջանը, քանի դեռ ԱՄՆ նախագահը հետևում է Իսրայելի վարչապետի հրահանգներին։ Մի սխալվեք, դուք ոչինչ չեք շահի պատերազմական հանցագործություններով։ Միակ իրական լուծումն Իրանի ժողովրդի իրավունքները հարգելն ու այս վտանգավոր խաղը դադարեցնելն է, հավելել է նա։ Իրանի արտգործնախարարության խոսնակն իր հերթին զգուշացրել է, որ Իրանը արագ հակահարված կտա, եթե իրանական ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն։ Iran's reaction would be one of reciprocating any such attack. Պատերազմի 38-րդ օրը կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները։ Իրանում 1 տասնյակից ավելի զոհ կա։ Պետական լրատվամիջոցները հայտնել են, որ սպանվել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին։ Նա այս պաշտոնում փոխարինել էր Մոհամմադ Քազեմիին, որը սպանվել էր անցած տարվա հունիսի 12-օրյա պատերազմի ժամանակ։ Իսրայելը նաև հայտարարել է, որ սպանել են նաև Ղոդս ուժերի գաղտնի ստորաբաժանման ղեկավար Ասղար Բաղերիին։ Իրանը դեռ չի հաստատել սա։ Իսրայելը նաև հարվածել է Իրանի Ասալ-Լույե քաղաքում գտնվող նավթաքիմիական ամենամեծ համալիրին։ Նման մեկ այլ գործարանի էլ հարվածել էին անցած շաբաթ։ Պաշտպանության նախարարն ասել է, որ սա մեծ հարված է Իրանի տնտեսությանը, քանզի երկու համալիրները միասին ապահովում էին արտահանվող նավթաքիմիական նյութերի մոտ 85%-ը եւ երկուսն էլ հիմա չեն գործում, իսկ Իրանը միլիարդավոր վնասներ է կրում։ Իսրայել կացը նաև ասել է, որ երկրի պաշտպանության բանակին հրահանգված է շարունակել ամբողջ ուժով հարվածել իրանական պետական ենթակառուցվածքներին։ Իրանի ահաբեկչական ռեժիմը կհասկանա, որ Իսրայելի դեմ շարունակական ագրեսիան եւ իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ վախկոտ հանցավոր հարձակումները միայն կխորացնեն նրա կրած տնտեսական եւ ռազմավարական վնասը եւ կհանգեցնեն երկրի կարողությունների փլուզմանը։ Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ համալիրին լուրջ վնաս չի պատճառվել, նշելով, որ հարձակմանը մասնակցել է նաև ամերիկյան զինուժը։ Իսրայելը նաև շարունակել է հարվածները Լիբանանում կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին Հայֆա քաղաքում առնվազն 4 զոհ կա, կան նաև վիրավորներ։ Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ իրանական ուժերը թիրախավորել են ամերիկյան դեսանտային գրոհային նավ, որը նահանջել է դեպի Հնդկական օվկիանոս։ ՆԱՍԱ-ի Արտեմիս 2 առաքելության 4 տիեզերագնացները մուտք են գործել Լուսնի ձգողականության գոտի։ Շուտով նրանք կհասնեն Լուսնի հակառակ կողմը, այսպիսով դառնալով պատմության մեջ երկրից ամենահեռու տարածությունը կտրած մարդիկ։ Նրանք Լուսինը կտեսնեն մակերևույթից մոտ 6500 կիլոմետր բարձրությունից։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, կհանդիպենք։